J'ai grandi dans Մորական կողմս Յոզղաթից էր, բայց մայրս ծնվել է Ստամբուլում։ Նա գնացել էր Նորթրբոտ Սինդլյան դպրոցը։ Դա շատ էլիտար դպրոց է։ Այսպիսով, որ պատկերացում կազմեք, ասեմ, մենք 30 աշակերտ ենք եղել մեր դասարանում։ 2012-ին, 11-ին, թե 2010-ին, լավ չեմ հիշում, հավաքվել էինք մեր տանը, և տեսնում եք, 30-ից 25-ս բարձրագույն կրթություն ենք ստացել։ Դա բարձրակարգ դպրոց էր։ Ես մեծացել և դաստիարակվել եմ նախ այս հայկական դպրոցում և իմ հայկական ընտանիքում։ Այնուհետև թռիչք կատարեցի։ Հաջողությամբ հանձնեցի ընդունելության քննություններս և ընդունվեցի Ստամբուլի անգլիական դպրոց, որ կոչվում էր English High School։ Այնտեղ 8 տարի սովորեցի։ Եվ այս դպրոցում շփում ունեցա թուրքերի հետ, իմ թուրք ընկերների։ Այսօր ես թուրք ընկերներ ունեմ, որոնց ոչ մի հայի հետ չէի փոխի։ Տեսնում եք, նրանք այնքան լավն են, նրանք ինձ երբեք չեն ստիպել զգալ, որ ես փոքրամասնություն եմ։ Մեր հարաբերությունները կատարյալ են եղել և այդպիսին են ցայսօր։ J'ai des copains turcs que je ne changerai avec aucun Arménien. Voyez, ils sont tellement bien, ils m'ont jamais fait sentir que j'étais. Հետո ես հաջողությամբ հանձնեցի բժշկական ֆակուլտետի քննությունները։ Այս ժամանակահատվածում ես սկսեցի որոշ դժվարությունների բախվել, քանի որ կային ծայրահեղ ձախ ազգայնականների շարժումները, ծայրահեղ աջերի շարժումները, այսպես կոչված գորշ գայլերի։ 250 ապագա բժիշկներից միայն 4-ս էինք հայ մեր դասարանում, ընդ որում միակ հայկական ազգանունն իմն էր։ Երբ դու Թուրքիայում ներկայանում ես Գևորգ Աբգարյան, նախ նրանք չեն կարողանում ճիշտ արտասանել քո անունը։ Երկրորդ, նրանք անմիջապես հասկանում են, որ դու հայ ես և որոշակի դժվարությունների մեջ ես։